Բարեկամներ, մենք հիմա գնում ենք եզդի բարեկամների հարսանյաց հանդեսի ներկա գտնվենք։ Իսկ հիմա ես նվեր պետք է տամ ճիշտ ասած։ Եվ ունենք կրկնակի անակնկալ։ Նայեք, անակնկալ պատվիրողը մեր Ռուստամ եղբայրով գտնվում է Գերմանիայում, ճիշտ ում կողմից կլինի, ում ներկայությունը կուզեիր, որ այստեղ լիներ, բայց այստեղ չի։ Իր ընտանիքի կողմից շնորհավորում է եղբորը ամուսնանալու արդիվ եւ շնորհավորում է իր շատ սիրելի քույրիկին Քրիստինեին 12 տարի առաջ ամուսնանալու համար։ Այսօրը նույն օրը ծափեր տվեք այս պահը շատ կարևոր է եւ գեղեցիկ։ Օրը երկուսին էլ անակնկալ ենք անելու ծաղիկ եւ ոսկյա մատանիկ։ Բարեկամներ, մենք հիմա գնում ենք եզդի բարեկամների հարսանյաց հանդեսի ներկա գտնվենք եւ ունենք կրկնակի անակնկալ։ Նայեք, անակնկալ պատվիրողը մեր Ռուստամ եղբայրով գտնվում է Գերմանիայում։ Ռուստամ եղբայրը գտնվում է Գերմանիայում։ Իր ընտանիքի կողմից շնորհավորում է եղբորը ամուսնանալու արդիվ եւ շնորհավորում է իր շատ սիրելի քույրիկին Քրիստինեին 12 տարի առաջ ամուսնանալու համար։ Այսօրը նույն օրը քույրիկը ամուսնացել է, ընտանիք է կազմել գեղեցիկ։ Եվ հիմա էլ եղբայրն է գեղեցիկ ընտանիք կառուցում։ Մի խոսքով հավասար է նայել իր քույրիկին ու եղբորը, երկուսին էլ անակնկալ ենք անելու ծաղիկ եւ ոսկյա մատանի։ Ինչքան գեղեցիկ է, հզոր, ուղղակի հիանալի։ Հիմա մենք տեսնենք այստեղ մեզ կզիչեն, չէ՞ որ կանգ։ Հա, լավ էլ կայնել տեղ, աստեղ կանգնենք։ Իմ կարծիքով ստե ամենաճիշտ կանգնելու տեղերից մեկն է։ Հա, բարեկամ, ես քեզ տեսել եմ։ Всё։ Դու շատ լավ տեղ կայնա իմ ջոգելով։ Շատ ես իմ վրա զարմանում եմ, հա ախպեր, շատ ուժեղ զարմանում եմ ես իմ վրա։ Անակնկալը շատ հիասքանչ լինելու։ Ո՞չ ես գալի, արի մեր եզդի բարեկամների կուլտուրային ծանոթացի։ Միշտ մենք հասկանանք, բայց ինչ եմ վերցնում։ Չէ, կայնի վախտը չի լկայն։ Տորտ չէ, դե հարսանիք է, տորտը մյուս տեղն է։ Բարև ձեզ բարեկամներ։ Մեր եզդի բարեկամների հարսանիքից տեղ է։ Այո։ Հիանալի է, հիանալի։ Այո։ Ուժեղ է, էլի։ Բարև բարեկամ։ Բալուս։ Ձեր հարսանիքն է։ Հա, ախպեր ես։ Բակա դու քյալաշն ես։ Քյալաշ չէ։ Քյալաշը ով է։ Քյալաշն է պետք ինձ հիմա։ Ռեսոտենը ո՞վ է։ Դու հարսի անց ես փեսայի։ Փեսայի։ Ախպեր։ Հա, փեսայի անց է, էլի։ Քյալաշը պետք է որ լինի փեսայի քրոշ մարդը, երևի։ Հա։ Հա, կամ էլ չէ, կամ էլ չգիտեմ։ Քավորն է։ Քավորն է քյալաշը։ Վա։ Քավորը պետք է հանդիպի ինձ հետ, հա, խնդրանք էլի, ասես դուրս գա։ Բայց իրան հարցու տեղակա թե չէ, կաղա ուրիշ քյալաշ է ախպեր։ Բարի օր ախպերներ։ Ոնց եք։ Լավ ես ախպերը։ Փառք Աստծո ախպեր, լավ ենք։ Գնում ենք անակնկալ անելու։ Ոյ։ Բարև ձեզ, բարև։ Լավ ախպեր ես դուք տալու։ Hani biteştek geli. Բարև բոլորի, բարև եք հավաքվել ցանկանայի գեղեցիկ ու ճոխ ծափեր տակ։ Տղաներ եւ աղջիկներ, հələ տեսի սիրուն են առանձին նստեք, քեֆ անելու ձևը գիտեն։ Ծափեր տվեք մի հատ մեր զույգը թող առաջանա։ Մենք եկել ենք գեղեցիկ, շնորհավորանք բերենք մեր Մարինեին եւ Մահարին։ Հա, ես գիտեմ, դու ցույց մի տուր, ես տենում եմ, որ գալիս են նրանք ու ձեր ծափերի ներքո թող գան, հա, ծափերը չդադարեցնենք, թե չէ, հազար բարի հարգանքներս իմ եզդի բարեկամներ, շատ ուրախ եմ գտնվել ձեր հարսանիքին։ Մահար, բարեկամս, ինչես անես լուր։ Որքորնա, թե դու արդեն ջոգել ես։ Շնորհավորում եմ ձեր միությունը, ես եկել եմ մի շատ կարևոր հարազատ անձնավորության կողմից ձեզ շնորհավորեմ եւ օրհնանքներ բերեմ, գիտես չէ՞։ Բայց կասկածում ես ով կլինի, Մահար բարեկամս։ Արի ոնց կուզես, ես քեզ հիմա ծաղիկներ եմ ուզում նվիրեմ, դա չէ, տամ, չէ, ախպերս, ես տալու եմ քեզ, որ դու նվիրես։ Ես տամ քեզ, որ դու նվիրես, բայց մի անգամից մի նվիրի, էլի։ Հələ պաուզա։ Այ հիմա կարաս նվիրես ու ծափեր տվեք, հա, ուրախացնենք։ Լսեր անիեկեմ Շալու շապե բոկաշնա զավեկն Խելիաբուկ է լսեր անիեկն Վահատն խազգենի հատ Որը շատ կարևոր է ձեզ համար, ձեր կյանքում թող լինեն միշտ ցենց գեղեցիկ
ու լավ օրեր։ Դժվարություններին դիմանակ սերը շատ լինի, իսկ հիմա ես նվեր պետք է տամ ճիշտ ասած, ու նվերն եմ ուզում արդեն հանձնել։ Բայց մինչև նվերը տալը Մարջան, մտ հարցնամ էլի, ում կողմից կլինի, ում ներկայությունը կուզեիր, որ այստեղ լիներ, բայց այստեղ չի։ Հաճելի է, Քեզ հələ նա եկել է հուշումը։ Փեսայի մաս է, գալիս է, չի ուզում որ նեղ վիճակի մեջ լինի։ Հիշում է, որ ինքն էլ ամուսնալարուց էս պահերի մեջ ա եղել։ Նայ, ուրեմն ես եկել եմ հեռու մի տեղից, որտեղից որ ուզեցել են գամ ու շնորհավորեմ, ու դա քո եղբայրն է, Ռուստամի ընտանիքի կողմից։ Քեզ շնորհավորանքներ եւ օրհնանքներ։ Եղբայրդ հաշվից տեղա, բոլորից շատ է կարոտել, սիրում է, ծափերը բարձր տվեք, իսկ հիմա ես պետք է նվեր տամ, էլի, նվեր, որը եղբայրը մեծ սիրով քո մոտ է Վարդան, հա։ Բա ինչ եմ արել, կարա չեմ վերցրել։ Վերցել եմ։ Քո մոտ է։ Մոտս է։ Հա, կարևոր նվեր, որ էլի տալիս եմ քեզ եղբորդ ընտանիքի կողմից մեր հարսիկին։ Մարինե քույրիկին, դե տուր, բաստես հավանում եք։ Հա։ خازقني هاتن وهاتن هاتن رواني هاتن وهاتن هاتن خازقني هاتن وهاتن هاتن مرديني هاتن وهاتن هاتن خازقني Եվ հենց հիմա է կարևոր, որ պետք է նշեմ هاتن وهاتن هاتن خازقني هاتن وهاتن هاتن Էլի կարևոր օր է, էլի Սուրբ ընտանիքի միացման օր է։ Ուղղակի մի 12 տարի առաջ, որ նայում ես արի կնոջդ կողքին դու պետքա նվեր հանձնես, որովհետև մեր Գերմանիայից Ռուստամը եւ Ղազալը որոշել են ձեզ էլ անակնկալ անեն եւ ձեր միությունը շնորհավորեն 12 տարի միասին։ Ծափեր տանք մի հատ։ Եվ թող ձեր օրինակը լավ օրինակ ծառայի մեր մահարախորը իր ընտանիքի համար։ Ռոմանի եւ Քրիստինեի գեղեցիկ պահն ենք նկատում բոլորս, որովհետեւ Քրիստինեն էլ ունի ծաղիկներ Ռուստամի կողմից։ Ասեմ ձեզ, որ ամսի 18-ին էր իրանց, սպասի, մի վրազի, Ռոման, պատաշձի, հլե, կարող ակա, տեսար, հլնդե, տեսել, Հիմա դե սիրուն նվիրի ծաղիկները մենք էլի սիրուն պահ կազմակերպենք, ծաղիկները, ծափերը տվեք ես սիրուն նվիրի։ شام و حلب دیار بکر براکی من اوزاوا من بازارا سولا تکر براکی من اوزاوا من کریبو تخوا نکر براکی من اوزاوا من جبی کر بویاغ نکر براکی من اوزاوا Քույրիկի եղբոր համար եւ իհարկե քալաշ քո համար էլ ուրախուր գնացիր, հեսա աղբերս, բայց շնորհավոր էլի աղբորդ կողմից, Ռուստամի կողմից։ Կարևոր սուրբ օր է։ Եվ քանի որ Ռոմանի աչքերը փայլեցին, ես նրան կտամ փայլուն մի բան, որը էլի նույնպես մեր Ռուստամի ընտանիքի կողմից է։ Ուղարկել էր քույրիկին, ասեմ այս լասա։ Շնորհակալություն Ռուստամին ու ձեզ։ Դե մի հատ էլ ես դերենով ասա էլի, որ դες ավելի ուժեղ է։ Ամաչացնում ես էլի։ Հա։ Դե լավ, որ ամաչում ես լավ։ Եվ բոլորի թույլտվությամբ Ռուստամ եղբայրը շատ թող դնի էլի մի անգամ էս, թող դնի, չնի։ بتشتك انقلي زريا حني بتشتك انقلي زريا لدست زعبك خورتي ما جوال سربوكك كچه ميدلال Տվեք ես պատմեմ ինչ է կատարվել։ Իրականում 12 տարի միասին ամսի 18-ին է եղել, բայց քանի որ Քրիստինե քույրիկ ասել է ապեր պետք չի փող բան մի ուղարկի, ապերը ասել է դե սպասի կտենաս։ Տեսար Քրիստինե, ես շատ եմ սիրում եղբայրդ, սերը անհուն է, մահար քեզ էլ է շատ սիրում։ Քյալաշ քեզ էլ է սիրում։ Բոլորի շատ է սիրում։ Հավաքվածներն էլ է շատ սիրում եւ այսօր մեր Ռուստամի սրտի ցանկությունն այն է, որ իր շատ սիրելի Փեսան եւ քույրիկը ապարեն քույրիկ երկի տակ։
զույգով, գեղեցիկ տանգո, համաձայն եք, դե ծափերով ասեք, որ համաձայն եք, մեկա երաժշտությունը կդնենք ու Ռուստամի երազանքը կդառնա իրական։ Ես իմ ախպեր բան էր էլի, ոնց որ հարգանքներ ես։ Դու լավ ես, ախպեր ջան, մեկ էլ շուտով քեզ։ Լավ եմ, լավ ախպերս, լավ եմ։ Նկարում ես, ուր ես գնացել ախպեր, ուր ես էլ եթում։ Սպասի։ Անաշի դիսա սեմ խատրի ուկ ու զամենայի դրար սեմ խատրի մեման իրմը Nefesine boş, ne bakayım ben? Այնտե բան պետք է ասեմ, է։ Ռուստամի ու Քյալաշի կողմից էր քույրիկը անակնկալ, էդ էլ ասեմ։ Արի։ Ես հիմա ասեմ, է, ախպեր։ Դե ախպերս, ունեցա որ լավ, ոբշն վիդեոյի մեջ կասեմ։ Հա։ Քույրիկի անակնկալը մեր Քյալաշ ախպոր ու Ռուստամ ախպոր կողմից էր, բայց ես չէի ասել, հուզված էի էլի, հուզվեցի ու չասեցի։ Քյալաշ ախպեր դե շատ հաճելի էր։ Ձեզ լավ օր, ախպերներ, լավ օր ձեզ, բարձր տրամադրություն։ Բարով եկեք։ Քաշ ախպեր, քաշ, սիրուն բաներ ալու մեկ-մեկ։ Լավ ախպեր ես, դու լավ ես, քո անունն ի՞նչ է։ Ալիկ։ Ալիկ, դա երկու ախպոր կողմից է, բայց հա, այդ իրա կողմից էլ է, շատ ասեմ քեզ։ Կարևոր ինքը եկա պաչեց։ Պաչը չէ, ես տեսա։ Շատ շնորհակալ։ Դե ձեզ լավ օր, շնորհակալ ենք, մենք գնացինք։ Դուք էլ
լավ տեղին քեֆ արեք։ Հա, բարեկամներ։ Կային մեր մեծ աղբեր բարեկամներինը ճիշտ է վերջի պահեկան անձի խանգարին, բայց շնորհակալություն կասեմ էլի աղբեր, չէ՞։ Որ ես անշնորհ չեմ աղբեր։ Հոկտեմբերյան, Արմավիր քաղաք, որտեղ սիրված հանձնավորության ծննդյան օրը 60-ամյակ։ Այս ինչա կատարվում, ինչ է պատահել։ Մոս աղբերը գտնվելով Ռուսաստանում չի կարողացել ներկա գտնվի շատ սիրելի մեծ աղբեր, հորեղբայր Դավիթի 60-ամյակին։ Մոսոն շատ ասում, բայց մտը պիտի պաչես։ Կնոջը, տենզի չէ։ Նրա ներկայությունը մենք ենք ապահովելու, նրա սերն ու հարգանքը ցույց ենք տալու մեր մեծ աղբեր Դավիթի հանդեպ։ Որ ասեն ինչի չես եկեք ասես ծնունդս է։ Հասնենք ծննդը շնորհավորենք եւ մեր Մոսոյի բացական սարքենք ներկա։ Իսկ կադրերում մեր Արմավիրի գեղեցիկ ճանապարհն է մուտք գործելու Երևանի կողմից։ Տապեցինք։ Սովագը ռեյս դուր է գալիս բարեկամ։ Ծափերը բարձր մենք գնում ենք ֆուտբոլի։ Էլ չեմ ասի, որովհետև ով ուզում է մեր գործը լավ լինի։ Մենք լավ լինենք, առաջ գնանք, լայքումա, բաժանորդագրումա ու տարածումա սոցցանցերում։ Սուրբ քաղաք Էշմիածինն է կադրերում ընկերներ։ Դարձյալ եկանք այս գեղեցիկ հարմարավետ ճանապարհով, որպեսզի գնանք Հոկտեմբերյան, Արմավիր քաղաք, որտեղ սիրված հանձնավորության ծննդյան օրը 60-ամյակ։ Ու հենց հիմա արդեն կարելի է ճշտել ում ծնունդն է, ում կողմից են գնում ու գեղեցիկ կազմակերպենք։ Ես բոլոր տեսակի ճշտումները արեցի, ինչը որ մեզ հարկավոր էր անակնկալը գեղեցիկ կազմակերպելու համար եւ միշտ էլ լավ ու հատկանշական, գովելի եւ իմաստավոր, որ մեր Մոս աղբերը գտնվելով Ռուսաստանում չի կարողացել ներկա գտնվի շատ սիրելի մեծ աղբեր, հորեղբայր Դավիթի 60-ամյակին։ Նրա ներկայությունը մենք ենք ապահովելու, նրա սերն ու հարգանքը ցույց ենք տալու մեր մեծ աղբեր Դավիթի հանդեպ, որովհետև շատ են նրան սիրում։ Ուղղակի այսօր գործերի վերումով նա գտնվում է ՌԴ-ում, չի կարողացել ներկա գտնվի։ Այդ իսկ պատճառով մենք կգնանք ու այս սերը հարգանքը ցույց կտանք, փոխանցենք մեր մեծ աղբեր Դավիթին Մոսոյի կողմից։ Մոսոն շատ է սիրում եւ հարգում մեծ աղբեր Դավիթին։ Նրանք հարևաններ են, բայց այդ հարևանությունը այնքան ջերմ է եղել, այնքան լավ է եղել, որ վերաճել է մեծ սիրո, հարգանքի։ Մի խոսքով մեծ աղբեր Դավիթը մեր Մոսոյի համար մի հատ հոպար, մի հատ անուշ մեծ աղբեր։ Գնում ենք, հասնենք ծննդը շնորհավորենք եւ մեր Մոսոյի բացական սարքենք ներկա։ Գեղեցիկ հոկտեմբերյան ճանապարհն է։ Այստեղ ու կտեսնեք հայոց աշխարհի ամենասիրուն երկինքներից մեկը։ Այստեղ միշտ այդպես է։ Մեր տեսանյութերը որ նայեք կհամոզվեք։ Այստեղ շատ գեղեցիկ է միշտ։ Մանավանդ այս ճանապարհի ֆոնին հրաշք է ուղղակի։ Դե ինչ ընկերներ, գնանք հասնենք տեղ, կմիանանք, կապով կլինենք, եթե ճանապարհն էլ հետաքրքիր բան լինի նկարելու, անպայման Վարդանը կնկարի։ Հա, վստահ։ Ահա բարեկամներ, Հոկտեմբերյանի երկու եղբայրներն են մեզ դիմավորում։ Ինչ լավ է, կերկին անգամ գեղեցիկ երկինք ու գեղեցիկ երկու աղբեր կանգնած մեզ դիմավորեցին, ասեցին բարով եք եկել, մենք էլ ասում ենք որ բարով ենք եկել, մեծ աղբեր Դավիթի ծննդյան օրն է։ Հավաքվել են բոլոր բարեկամները, նշում են, մենք էլ ենք գնում միանանք ուրախությանը, գեղեցիկ պահեր կազմակերպենք եւ գնանք ուղիղ Այգեվան։ Այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնեք այսօր հրաշք անակնկալներ, մեկը մյուսին հաջորդող։ Իսկ կադրերում մեր Արմավիրի գեղեցիկ ճանապարհն է մուտք գործելու Երևանի կողմից։ Տեսեք ինչ հրաշք է, սիրուն։ Կոկո ճանապարհը։ Եվ այստեղ է հենց սկզբից մեզ դիմավորում Արագաչափման միավորը, ոստիկանական ֆոտոստուդիան, որ այդպես էլ հարմար գներով չի նկարում, միշտ էլ այնց է նկարում, որ մինիմում քո նկարը 2000 դրամով է տալի քեզ, էլի։ Հետո էլ կարող ավտոցեխոտ էլի մի քիչ դուրը չգա, կապ չունի, էտա, պետք է հարմարվես։ Անտես մեքենան ասել է իր ծննդավայր, էլի։ Ստեղից ենք մենք մեր մեքենան գնել, մեր մեծ աղբեր Սարգիսը եւ նրա որդին Գարը մեքենան մեծ սիրով տվեցին մեզ ու նա մեզ համար ծառայում է։ Տեսեք ինչ սիրուն իրան լավ ազգում է, հիմա եկել է Հոկտեմբերյան, իր Հոկտեմբերյանի օդնաշնչում կատաղել է, ուզում է էթա էլի հացիկ գյուղարա ասում եմ, չէ, ընկեր, դու արդեն
պետք է հետեթալու մասին մտածես, քո տունը Եղեգնաձորն է, հերիքա։ Ու հարմարվում ենք իրար հետ այդտեղ։ Չստենք կոլորիտը նկարի հոկտեմբերյանի։ Տես Իսոմոլը Արման պրիվետ աղբերս, ոնց ես։ Իսոմոլը Արմանը մեր աղբերն է, հացի պատասխանատուն է, էլի հացի մենեջերը, հացի տեխնոլոգն է գլխավոր, եւ նա բազում տեխնոլոգիաներ է մտածում, որ հացը հայոց սուրբ հացը էլ ավելի համով լինի։ Մենք էլ օգտվում ենք իր հացերից, ապրի աղբերը իր թիմով միասին վայելում ենք հոկտեմբերյանի կոլորիտը հիմա։ Գնում ենք, հետո հասնում ենք տեղ։ Այս փողոցի վերջում գտնվում է մի հրաշք, որը տեսա սիրուն եկեղեցի էր։ Չէի տեսել այսքան վաղ։ Պատկերացնում ես Վարդան։ Գնում ենք ռեստորանի անունը ինչ էր։ Շանսոն ռեստորան ընկերներ, որտեղ միշտ հնչում է շանսոնը, շանսոն։ Այն բանի մեջ էր, չէ՞, մոտ խաղ կար։ Այդ խաղի մեջ էր, չէ՞, շանսոն կար մի հատ այդպես անունը։ Էս է շանսոնն է, ասենք շանսոն։ Ոյ քեզ արագություն, ես զարմացած եմ բարեկամներ։ Ես զարմանքը ինձ պատել է։ Ասենք շանսոն։ Էս է շանսոնը հաստատ։ Բարեկամներ, մենք հասանք շանսոնի մոտ, շանսոն ռեստորանն է կա դրերում, հոկտեմբերյանի շանսոնը, հանկարծ կաղա ուրիշ տեղ էլ շանսոնը լի, դրա համար մի խառնեք շանսոնները, եթե կա հոկտեմբերյանում շանսոն, ուրեմն առաջի շանսոնը հոկտեմբերյանն է, նոր մնացած շանսոնները։ Իսկ մենք հիմա շանսոնի գեղեցիկ հլնային սիրուն է սարքե։ Հրաշք, գեղեցկություն։ Աբու աղբերն էլ մեզ դիմավորել է, նայış դոլարներ ենք բերել աղբեր։ Լավ է սեր աղբերը։ Մեր Մոսոյի կողմից։ Ինչ է։ Դες իսկական խմիչքներ են։ Այդ ինչի համար են դեր էստեղ։ Հա, խմեք աղբեր։ Բայց այնպես մարդ չկա որ խմելու է ծերունի, մեկ անցնես մտում խմում է թիմա։ Ոնց աղբեր։ Դե դա տեսան մեր վիդեոյի մեջ սկսել են աղբեր խմելու ծերունը սողնես։ Մարդ չի տեն աղբեր։ Հա էլի դա որ ասենք գանստից անցնելուց։ Աղբերը մատ խմեք աղբեր։ Չէ, աղբեր, չէ։ Հա, նայց Չէ, բարեկամ, չէ։ Աբո աղբեր, բայց հետաքրքիր է, չէ, խոսքի խմիչքներ, անցնում ես շանսոնի դեմով։ Կարաս մտնես վեց։ Ասում ես մտնեմ տենա միշկա, մտնում ես, ասես յանի դու դեգուստատոր ես, զգում ես ինչա, ու խմում ես։ Առաջին անգամ նման բանի ականատես եղանք, էսի բայց արդի տերն է դնում, թե։ Մենք ենք դրել աղբեր։ Հա, Բայց սմունքն աղբերը։ Իմ բաբայի սմունքն։ Աբոն քո հա, всё աղբեր, դու էլ իր աղբերն ես, ուրեմն ասես աղբերը։ Մեզ իմ աղբերն, աղբերս։ Աղբերություն է աստե։ Դեմից հարևաններ։ Դե զալն է արդեն։ Հա, ուրիշ դիրուն զալա, շանսոնի զալա։ Համատան հեսա։ Եկել է աղբեր, եկել է խոսած Գրիգորն է աղբեր։ Հա ես եմ։ Հա, դե շատ լավ է։ Հա, զոհված ան, հա։ Ամենաառաջն։ Սիրում է սպասեցնել։ Ազար բարին, լավ անուշ աղբեր, դու ոնց ես։ Լավ ենք։ Ժպիտը տեղը, տրամադրությունը բարձր Տապեցինք, ուժեղ, զոր։ Գրիգորը արդեն էներգետիկան պահամատեղը մեր անակնկալի, բան չի մնում էլի, աներ ունեսի։ Էսի աղբերս չէ, այս բանը, այս մետալիկը, էսի ուժեղ է աղբեր։ Շատ պարզ է ձենդ լսվում էլի։ Բարեմաղթանք խոսքը ասում եմ, երբ որ Կազամինսկի Մաուբելյաջանքի ես սպասում անակնկալ դու մտնում։ Հա, պրոստը, մա Վարդան, ես կտամ քեզ։ Օրա, հեռախոսս, արա, հեռախոսս։ Խոսքս, ես սրանով եմ ասել, ընկերներ, տեսեք, Nevstar խոսափող, որը շատ հարմար է, հա? Newstar։ Իսկ հիմա տոնական տրամադրությամբ իմ առաջարկը հետևյալն է։ Բաժակները կրկին անգամ թարմացնում ենք, ես նկատեցի, որ մեր հոբելյարը անձամբ սեղաններով, գուցե բոլոր սեղաններով չեմ նկատել, բայց այս պահին առիթից օգտվելով իմ առաջարկը հետևյալն է, որ կրկին անգամ թարմացնենք մեր ձեռքի թասը, չհամարենք ավելորդ եւ խմենք եւս մեկ անգամ մեր այսօրվա հոբելյարի կենացը։ Դավիթ Ամիխանյան, ես խնդրում եմ միառնակից, հոբելյար ջան, համեցեք։ Միանումա Գրիգորին մեր Դավիթ Ամիրխանյան մեծ աղբերը։ Չէ, կարող եք բաժակ չբերել հոբելյար ջան։ Հա, բաժակ պետք չի, բաժակ, մենք հեսա լիքը բաներ ենք բերել, դու։ Հոբելյար ջան, երջանիկ այսօր գեղեցի, սպասված օրեր, ծննդյան սպասված օրը, 60 աշուն, արդեն քեզ գալիս է հյուր։
Գնում ենք կարողամա ճիշտ է, կամա տեղակամա ուզենք, չուզենք, ուրախ լինենք, թե ինչ-որ մեր տղոր, որ կճատվում են կյանքի տևողությունը, գնում ենք դեպի մեծություն, բայց այնուամենայնիվ հիշարժան օր է, գեղեցիկ ծննդյան օր, հարազատների ներկայությունը, նրանց անկեղծ ժպիտները, եւ արդեն այսօր, քանի որ լրացավ ձեր 60-ամյակը, ես ուզում եմ այս պահին բոլոր հարազատների ներկայությամբ բարձրաձայն ասեք, որ լսեք ու հասկանան, տեսնենք յուրաքանչյուրս այս 60 երկար ու ձիգ տարիները ինչ տվեցին ձեզ, այս տարիների ընթացքում ինչ մեծ ձեռքբերումներ դուք ունեցաք եւ ունեք, կարող ենք մի քանի կարևոր կետեր առաջ բերել, համեցեք, համեցեք, Մեկ լսվում է, ծափերը տվեք բարձր, գեղեցիկ, հավեսով երաշտությունը կամացացնենք, թող ծափերը լսվի, չէ որ այս հրաշք մարդիկ, սիրով համակված մարդիկ եկել են, որ մեծ սիրով Հոբելյարին անակնկալ անեն ու ոնց հասկանում եմ ստացվել է ձեր մոտ, չէ։ Արտասվել եմ կանոտից, ուր տարակո տարապեջ, հերու ինձ հայրենիքից Մեր մեծ աղբեր Դավիթին, ով հիմա մտածում է ես ինչա կատարվում, ինչ է պատահել, ասեմ, մեծ աղբեր, ծնունդը շնորհավոր վերցրու ես քաղցրությունը պահի, կարաս չէ պահես, չի չես կարա, ես կան արել են կպահես էլ, մի չերուտար որ չվախենաս էլի, այտենց, մետ ծապերը բարձր, գեղեցիկ ծապեր տվեք, Ես արևոտ գործի կետա։ ասա, Ես արևոտ գործի Առավոտը աշխատող մարդը աշխատում է, մեծ աղբեր Դավիթ, ես մի բան հստակ գիտեմ, որ դու են մարդն ես, կարողանում ես անծանոթ մարդկանց կամ քիչ ծանոթ մարդկանց այնքան շատ սեր ու հարգանք ցույց տաս, որ դառնան քո բարեկամները, քո ընկերները, քո փոքր աղբերները ու մեծ աղբերները, չէ՞։ Դու այդտենց անուշ աղբեր ես մեծ։ Իմ համար պատիվ է քո կողքին կանգնելը, նկարվելը, եւ իհարկե արի այստեղ հրավիրենք քո կյանքի կեսին, մեր վարդքույրիկին ուր է նա։ Եկեք ծապեր տանք, հա, մեր մեծ աղբոր պահողը, սնողը, նա է։ Շատ հաճախ արցունքներ ես, տվել ինձ օտարություն Միշտ առողջ լինեք եւ այս անակնկալն էլ մեծ աղբեր։ Մի մարդու կողմից է, ով քեզ հոբար է ասում, քեզ շատ ասում, դու իրան մեծ աղբերն ես, ու ինքը ստեղ չի, վատ ազգում իրան, որ ստեղ չի, դրա համար ես եմ եկել։ Արի չմտածենք ով, հա, երազենք պայք չի թողելի ծափեր տան, որ քիչ կասեմ։ Ասա քեզ օտարություն, ինչ վատություն Ապրեք ծափերի համար, շատ գեղեցիկ է ամեն ինչը, ու քեզ բերել ենք նաև, կան որ դու ոսկի անձնավորություն ես, ոսկեզոտ կոնյակ ենք բերել, որ այսպես միշտ փայլես դու, սիրված լինես ու առողջ։ Դե տորթը ով կարա վերցնի, վերցրեք խնդրում եմ տորթը, որ նվերը տամ, այդպես վերց, ես տենց եմ, այսպես քաղցրացնում եմ, էլի տեսալ քաղցրացել ես հա հիմա։ Կոնյակն են միտեղ դիր, որովհետև հիմա իսկական սիրո դրսևորում ենք հիմա անելում ենք։ Ձեր ընտանիքի սերը թող գնալով ավելանա, ծաղկի, որ առողջ լինեք, լավ լինեք, որովհետև դուք լավ մարդիկ եք, ձեզ շատ են սիրում։ Եվ անակնկալն էլ շատ ճիշտ է ձեր կյանքի կեսը։ Մոսոն շատ ասում, բայց մտը պիտի պաչես։ Կնոջը, տենզի չէ։ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ Անունս արտիս մեջ կպահեմ ես անվերջ Երդվում եմ քեզ որ դու հիմնես հավեր Միշտ սիրված լինեք, այսպես հարգանքով, առանոթներ կարաս գործի չետաս։ Որ ասեն ինչի չես եկեք ասես ծնունդս ես։ Չէ, գործեմ։ Պատահական հավաքման մի մեծ շուրգով նշեցին։ Առողջ լինեք, լավ լինեք, բոլորը տասօրնությամբ, իսկ մենք հեռանում ենք։ Գրիգոր ապրես բարեկամ, դու շատ լավ բարեկամ ես։ Շնորհակալություն։ Բովագը ինձ դուր է գալիս բարեկամ։ Ծափերը բարձր մենք գնում ենք դուք բարեկամ։ DJ համադրությունը ժպտում են, հարազատները ժպտում են այդ Հոբելյարը, շոկի մեջ է Հոբելյարը, ոչինչ նորմալ է, կանցնի ամեն ինչ։ Հնչեցնում է երկներ, Նաև DJ Գարոյին ենք շնորհակալ, որ լավ որակով երաժշտություն է տալիս, որ բարեք ուրախանար։ հետո Բարի Գրիգոր։ Բարում են բոլորը, երկու բարում են բոլորը, 3, 2, 60, գնացինք։
Գրիգորը պարետ սիրում է, մանավանդ երբ որ բագրը ուսի վրա նստած, դա նրան ոգի է տալիս, որպեսզի ավելի ուժեղ πάρի շանսոնում։ Շանսոն ռեստորանը ընտիր տեղ է հոկտեմբերյանում։ Եթե հոկտեմբերյանցի էլ չես, արի շանսոն կտենաս ինչ լավ տեղ է։ Տակ օրը սկսվեց, եւ մենք հենց հիմա այս տակ օրվա մեջ կգտնենք մեզ նաեւ Այգավանում, Վահագնի հոլում։ Գնացինք Վահագնի հոլ հոկտեմբերյանից։ Ես էլ չեմ ասի, որովհետեւ ով ուզում է մեր գործը լավ լինի, մենք լավ լինենք, առաջ գնանք, լայքումա, բաժանորդագրումա ու տարածումա սոցցանցերում։ Եթե չեք ուզում լավ լինենք, նայեք ու չարախոսեք, հա, հենց տենց։ Ախպերը սաունդս ինչ էր։ Արոն։ Տարոն։ Եք ծնվել հոգևոր աշխարհում, այս ծապերն էլ ձեր հոգևոր ծնունդի համար Լավ ես, շատ ենք իրար տեսել, իրանի։ Երեկոյո, 4-ը, կես գնաց։ Մի խապրիոնցի, բրատ։ Չէ լավ, էդ էլ չէ լավ։ Իմ ազեր ես գործերի մեջ ա թապե։ Նա ոչ միայն մեծ է, այլ նաև ջոգող։ Արի բան անենք։ Լավոյան եմ տեսել։ Այ ախպեր ես։ Անպայման մարդանակային երկի դու եք կնկարես կուղարկեք Ֆրանսիա, Մոսկվա քրիտիկներին առանձնահատում։ Նայ ախպեր, ծնունդելի հոգևոր ծնունդ երեխաների։ Նազենի, Աշոտի եւ Արևի։ Նայինս չլի չէ երկի ախպեր։ Ես ասիմ ու կնացիմ ախպեր, հանկարծ։ Անչելի էլի։ Շատ բարև ձեզ։ Ինչպես եք բարեկամներ, քեֆ եք անում։ Ինձ ասել են եղեգիստիներն են, հա? Քեֆ անում։ Տեղերից կան։ Բա ուժեղ է։ Հարգանք ընդմեծերի։ Մոլորից։ Բա։ Վերնեմ կոսարտին, հելլեսի։ Արամ ջան, Արամը ախպերն է, Արամը դու ես, Արամ ջան, սենց եմ նայեմ Արի մինչ քավորին անցնել է, ես գամ, հետո սիրուն է, ուրախացնենք բոլորին նոր քավորի կենաց խմես, որ ճոխել է, էլի Չէ, դու մի խապրիոնցի, բրատ Չէ լավ, էդ էլ չէ լավ Իմ ազեր ես գործերի մեջ ա թապե Ախպեր չէ թապե, ինչ ուր է թապե, չեն թապե Լեսի դե արի բան անենք Լավոյան եմ տեսել Այ ախպեր ես ուժեղ անակնկալ եմ անում Մի հատ հասկան, որ սենց անել եմ, քավորը կենաց խմեմ, իմ համար էլ պետք է լինի Հա, քավորը Ծրագիրը կենաց կհանեմ արանքից Սարգիս բարեկամս հարց չկա, դե ուրեմ քավորը կենաց խմեմ Հիմա դուք այս խոսակցությունը նկարում եք մեզ Մենք зайнозапис ենք անում Зайнозапис եք անում Давайте Это шпионские штуки, брат, поэтому не видно, понимаешь, да? Յանք, կավորի կենաց այնուամենայնիվ պնդում եմ, վարդես անակնկալ ալնելու, սեպաս երկենիք։ Զեմեի, բան չի գրական զուգցալ, ես կլավ չեմ խանել, բայց դու չի մեր լեզվոր չես զուգցալ, լավ դե ուսի։ Սեպաս, յանք, մեր կավոր աղպերն է եկ է։ Վարդան դու ես աղպեր։ Վարդան ժան, դու ես երկելու ես աղպեր։ Արամի մեր ես բոյովը որ կար, բոյովի օպարի տղամի։ Հա, մի հատ ներողություն ցավոտ տանեմ Մեռնեմ սրտիդ։ Ասա, ես մտնեմ։ Կենացը ասում եմ, հանդեր մեր փոքրիկ անակնկալ կա երեխեքը անում են ու ասում եմ Ժորժան։ Հեսա հայտարարելու է։ Հերջ աղպեր։ Խնդրեմ։ Ինչ է պատահել, գմփիկ չի կարելի ինչ է։ Վերջ, Վահագնի հոլն էլ գմփիկ չի կարելի։ Հիշի էտի, դու հիշի։ Ինչպես։ Դա թե ամուսնության առաջ է։ Սա բանը, կնունք է։ Ծնունդ էլի հոգևոր ծնունդ երեխաների։ Նազենի, Աշոտի եւ Արևի։ Լավ ես, շատ ենք իրար տեսել, իրանի, և ենք նատորել ենք իրար տեսել
Ապր ասում ասած, սաղ ասելա։ Ապր արսանիկ չի, չէ։ Վերջը ռաստվան։ Ռաստվել ենք աղբեր։ Արի, ասելա արդեն, արի։ Ստեփանը որ գալիս է շատ յուրահատուկ է գալիս։Ար Ստեփան ջան։ Սարգիս, ապրես բարեկամս։ Բաղուր են ծապերը վեր լավ բարձր գեղեցիկ ծապեր տվեք, հա։ Ապրեք երեգիստիներ և ոչ միայն ով կա ուրիշ տեղերից էլի հարգանքներս բոլորիդ և այստեղ այս հարգանքներով լծված ծապերի ներքո հրավիրում ենք մեր նորամկրտյալներին։ Եկեք այս կենտրոնական մասը և թող գան նաև մեր ծնողները մկրտյալների, այո, նորամկրտյալների, մեկ, երկուս, երորդ նորա, ուրա մեր հոգերնա, թե մեջնեկը։ Հա, լրի պուճուր, հա, դե լավ թող չգա։ Դես տորթը տանք մեր Աշոտին, Աշոտ պահի, բարով եք ծնվել հոգևոր աշխարհում։ Ունդի համար ծապեր բարձր։ Հիմա ես ձեր համար կբառեմ մոմեր, որ երազանք պահեք ու փչեք, կյանքում միշտ ուրախ լինեք, Աստծո օրհնությամբ ու բոլորս ընկերներ, բոլորս մկրտյալների գլխավորությամբ Աստծո օրհնությամբ լինենք, լավ լինենք, առողջ եւ միշտ սիրված։ Համաձայն եք, իհարկե, դրա համար ծափեր են տալի։ Այս մեջ կողմեմ կայնած ծափեր չեք տալի, այս կողմը, լավ, ապրեք, շնորհակալ եմ շատ։ Հիմա ես ուզում եմ այսօր օրվա խորհրդավոր նվերը հանձնել։ Հա, չեմ փչել։ Հա, ես չեմ ասել որ փչեմ։ Սարգիս, տենում ես ինչ եմ անում։ Երեկոյով, 4 կես Բալես աշխարհի եկա Ծապեր են ընչում փչելու ժամանակ, ապրեք, շնորհակալ ենք շատ։ Եվ ես հենց հիմա նվեր եմ ուզում հանձնել ընտանիքի մեծին, հայրիկին, Արամ մեծ աղբորը, Արամ ջան, դու բարի բուն իմաստով մեծ աղբեր ես։ Հա, մեծ աղբեր հարգանքներով։ Անակնկալը այս իր մեջ ներառում է բացակամ մարդկանց ներկայություն, այո։ Ստեփան ջան, ես ներողություն խնդրեմ, առավայնական մեծ չի։ Հակառակ բոյով է։ Հա, ներկայացա։ Սարգիս, ես ավելի լավ էի նկարագրել, բայց այս չկա, բոյով Արամ ջան, մեռնեմ կոնցերտին։ Լավ ելնեք, առողջ ելնեք։ Նա պաչի կարա, էլի տիկնոցը։ Հա, ինչ պետք է։ Մեր ներկայությունը այստեղ իրականում բացակամ մարդկանց ներկայություն է և այդ առիթով մոտենում եմ մեծ աղբորս, իմ մեծ աղբեր, ում կողմից կրնի, այս անակնկալը, հլը դու ասա տենամ ճիշտ, ասես թե չէ։ Նա ոչ միայն մեծ է, այլ նաև ջոգող, դու ճիշտ էիր, քույրիկների Մոսկվայի և Ֆրանսիայի քույրիկների կողմից, բայց այստեղ մի կարևոր բայց ունենք ու բայցը այստեղ պետք է ներկա մի մարդ լինի կանգնած, ում շատ ենք սպասում, կուզենայի նրա մուտքը ծափերով լիներ, մեր մեծ աղբեր Աշոտը, ուրա, հլը տենամուտն էլա տես բոյով, այն որ նոր զիչեցի դրան մոտ, մեծ աղբեր, արի, դու գիտես հատուկ քեզ ասել եմ, որ ուշադրություն դարձնենք, հարգանք ու սեր փոխանցենք ու այդ ամեն ինչը հատուկ մի մարդու կողմից, ում համար դու աշխարհի ամենասիրված պապիկն ես, հա, անդոտ օրնիկիդ կողմից, հարգանքներ, ծափեր, մեր ուրախություն, և պետք է հատուկ շեշտեմ այս ամենը եղել է մի մարդու թույլատրությամբ, ում ես կյանքում ասում են Փեսա, Արտուր Փեսայի թույլատրությամբ այս սիրուն պահերը կազմակերպեցինք ու Ֆրանսիայի քույրիկները իմ մեծ աղբեր, Վարդանն ուր այն որ ասում է, ես ինչ անեմ, ուրեմն նայի Վարդան, ասել են, որ մեր Վարդանը կանի, որ լավ անուշ քաղցր ձեն ունի, տատիկի սիրած երկերից մեկը թող երկի, ու երկի, Սարգիս հո չեմ խառնում պլանները, դուր ես, Սարգիս, Վարդանը պիտի երկի, բարեկամ, բանը, լավ, ասումա չէ, բայց կերքի, հա, մենք պետք է մնանք ցույց տանք իր երկելը, եթե այդպես չեղավ, Մոսկվայի և Ֆրանսիայի քույրիկները կոմենտներում կգրեն այդ մասին։ Ասում է, եթե այդպես չեղավ, Ֆրանսիայի և Մոսկվայի քույրիկները ինձ ողջույն տա։ Ահա, այսպես է, շնորհակալություն Ստեփան Մարգարյանը, եկեք ծափարեք։
Ստեփան ջան, շնորհակալություն գնային։ Չեմ գնում։ Ստեփան, իրականում երբ եկա ես կարծեցի Ստեփան Մարգարյանը այն ազնվորությունն է, ով գալիս է ու երգում է։ Բայց հավի ուտես Ստեփանը լավ լուր բերող է։ Ստեփանը այն հրաշալի մարդն է, ով արտասահմանից տորթ է բերում, կոնյակ է բերում ու լավ բաներ ասում։ Ստեփան ջան, քեզ շնորհակալություն։ Անպայման մարդանակը երկի, դու եք կնկարես կուղարկեք Ֆրանսիա, Մոսկվա, քույրիկներին առանձնահատում։ Նայ ախպեր, նայ ինձ չլի չէ երկի ախպեր։ Ես ասիմ ու կնացիմ ախպեր, կհանկարծ Վարդանի բենդը ախպեր։ Վարդանից բենդը նկարենք մի հատ։ Ես խնդրեմ կարելի է, չէ՞, մեր քույրիկների, յանը քույրիկի, համարա քույրիկի ծափահարությունն է։ Ֆրանսիա, Մոսկվա, շնորհակալություն։ Ես էլ վերադառնում շարունակության, մեր բաների տրամադրությունը ինչպես է, ժողովուրդ։ Շարունակենք, չէ՞ տածքը։ Այո։ Քավոր չէ, նկարում է սարդեն։ Քավոր երկար սպասեց, ասում է հեսա քավորի կենաց եք խմեն, հեսա քավորի կենաց եք խմեն, հիմա էլ նկարահանում է ընթացքը։ Չէ, քավոր ջան, հասունացավ է գեղեցիկ պահը, Ղազար ջան, որ գավաթը հնչեցնեն քավոր թագավորի պատվի։ Ես իրավը, քավոր ջան, երկող հարսանիքի քավոր նավանն է, այդ ժամանակ պայման կապեցի, որ վերջ, այսուհետ ընկերությունը վերածվելու է խաչ քավորության։ Արն էլ պապագարես, որպես քավոր, որ երեխեքին մկարտի, անպայման իր ընկերը, իր սանիկը, իր Ղազարը, պետք է լինի իր երեխաների քավորը։ Աստված օրհնեց եկեղեցով բարեկամացը, քավոր Ղազար ջան կենացը լինի։ Քորդավ հրաշալի ընտանիքի, երկեն անմասն չթողնեմ, քո հրաշալի գայատեի, քավոր դիկնոչը, ձեր հրաշալի ընտանիքի համար։ Երկեն Իվանուի ջան ցանկանամ, որ քավոր սանին փոխանաբերությունը հավատել լինի։ Նման գեղեցիկ ուրախություն Ղազար ջան, քո օջախից անպատած լինի, քավորում են աշխարհը չունի։ Երկե ես անմասն չթողնեմ, սրանում ներկա է քավոր հայրը, բարը Աշոտը։ Պետք է խնդրեմ յուրահատուկ ծափահարություններ քավոր հայրիկի, բարոն Աշոտի, երկե քավոր հայրիկի, իգին Ռոզաննայի։ Արամ էտ, բայց գիտես ոնց է որ։ Հսի կանչել են հիմա հացուտել։ Կանչել են հացուտել, դուք ինձ կայնացել ես տա ախպեր։ Ախպեր ես մեր սեղանն է։ Քավոր ջան, ուրեմն այդ բանի կարևորության հետ մեկտեղ, ուրեմն Սանահայրը, Արամը, Սանահայրը Վանուհին ասացին քավորական ընտանիքին խորին շնորհակալություն և անդակայնկալ։ Ինչի մասին է խոսքը, հիմա Նազելին կանցնի։ Նազելի ջան, կող ես անցնել, եկեք մի հատ ծափահարենք, Նազելին քավորի տիկնոջը անդակայնկալ է պատոծում։ Այն քրիստոնյան, որ իր տան մեջ, իր ձեռքին պետք է միշտ ունենա, դա Աստծո խոսքը է, Աստվածաշունչը։ Ես շարունակեմ երեկոյի ընթացքը, Արամ ջան, Վանուհի ջան, ուզում եմ նույն գավաթը հնչեցնել ձեր քույրերի եղբայրների համար։ Որովհետև նրանք էլ Արամ ջան, մի բարգյան անգամ ջանք չեն խնայել։ Կարող ենք այսպիսի մի էքսպերիմենտ իրականացնել։ Վանուհի ջան, ձեզ կանչեմ, քույրերի եղբայրներին կանչեմ, մի հատ լուսան նկարվենք ու քեփ ուրախություն իրականացնենք։ Ուզում եմ հնչեցնել Թագուհի քույրիկի համար։ Սրահում է Թագուհի քույրիկը։ Համարը քույրիկն է, անմասն ժամանալով իր Արտուրի գլխավորությամբ Ռուսաստանից ամենա ջերմագին մարդակներն են հնչեցրել։ Նրանք երկուսն ուզում էին գային, Վանուհի ջան, բայց պարզվում է, գարիկը, Արտուրը ինքնատիպ նստելուց վախենում է, դրա համար չեկան, բայց Արտուրի ծնողները սրահում են, պետք է խնդրեմ ծափահարություն, Արտանի, Կարամյան,
գեղեցիկ կատարումները քույրերի և հայրերի պատվին։ Համեցեք խնդրեմ։ Ահա, այս մի գեղեցիկ առիթն էլ մոտեցավ իր ավարտին մեզ համար եւ մենք գնում ենք ուղիղ քաղաք Վեդի։ Այնտեղ ունենք սիրված հայրիկի ծննդյան օր շնորհավորելու առիթ։ Այնպես որ բարեկամներ, գնում ենք միասին։ Մնացեք մեզ հետ, իսկ ես բացեմ ավտոյից դռները։ Բաց։